Վերջին օրերի հայկական եւ ռուսական մամուլի թոփ թեմաների թվում էր ԵԱՏՄ-ի մայիսի 29-ի գագաթնաժողովը։ Այն ավելի հետաքրքիր ու ինտրիգային էր դառնալու նախ այն պատճառով, որ հայ-ռուսական վերջին լարումների ֆոնին քննարկվելու էր Հայաստանի հարցը, ապա նաեւ այն, որ չէր մասնակցելու Հայաստանի վարչապետը։ Այս փաստի հետ կապված ռուսական պրոիշխանական մամուլի հրապարակումները հիմնականում միակողման եւ քննադատական էին, բայց կային նաեւ ավելի օբյեկտիվ վերլուծական անդրադարձներ։ Օրինակ, ռուսական հեղինակավոր Ձեն.ռու կայքը Աստանայի գագաթնաժողովը անվանել էր հակափաշինյանական եւ պատճառաբանել, թե ինչու։ Նախ վերլուծաբանը անդրադարձել էր գագաթնաժողովի օրերի ընտրությանը։ Ամսաթվերը ընտրվել են այնպես, որ գործնականում բացառվի Նիկոլ Փաշինյանի անձնական ներկայությունը։ Նախ Հայաստանը գտնվում է իր ընտրարշավի վերջին փուլում, երկրորդը երկիրը նշում է Հանրապետության օրը մայիսի 28-ին եւ նախատեսվում է ռազմական շքերթ անցկացնել Երևանում։ Կազմակերպիչներն իսկապես չգիտեին Հայաստանի ազգային տոնի կամ խորհրդարանական ընտրությունների մասին։ Գագաթնաժողովները նախապատրաստելիս ուշադրություն է դարձվում նույնիսկ ամենափոքր մանրուքներին։ Նրանք գիտեին եւ այնուամենայնիվ ընտրեցին մայիսի 28-ից 29-ը։ Հիշեցնենք, որ ԵԱՏՄ նախորդ գագաթնաժողովը տեղի է ունեցել հունիսի վերջին Մինսկում, իսկ 2024 թվականինը դեկտեմբերի 26-ին Լենինգրադում։ Ինչու է այս անգամ ընտրվել այդքան տարօրինակ ամսաթիվ։ Իդեպ հակափաշինյանական բնորոշումը ոչ թե ԵԱՏՄ բոլոր անդամների, այլ առավելապես Մոսկվայի դիրքորոշման հետ կապ ունի։ Նշվում էր, որ գագաթնաժողովը կօգտագործվի որպես վերջնական եւ ուժեղ փաստարկ Փաշինյանի դեմ քարոզչության մեջ։ Իհարկե Ուշակովը, Պեսկովը, Օվերչուկը, Զախարովան եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ մեկնաբանեցին Փաշինյանի բացակայությունը, ըմբռնումով մոտեցան, բայց նաեւ որոշակի վերապահումներով։ Նման ուշադրություն Հայաստանի վարչապետի բացակայության նկատմամբ երբեք չէր եղել, շարունակում է վերլուծաբանը, ապա հարցին պատասխանում, թե ինչ սպառնալիք է սա ներկայացնում Երևանի համար։ Ընդհանուր առմամբ ոչ մի սպառնալիք, եթե իրական գործընթացներն առանձնացնենք տեղեկատվական աղմուկից։ Քաղաքականության մակարդակում քիչ հավանական է, որ որևէ լուրջ բան տեղի ունենա։ Բոլորը հիանալի հասկանում են, որ Փաշինյանը հավանաբար կպահպանի իշխանությունը, ինչը նշանակում է, որ նրա հետ հարաբերությունները պետք է շարունակել եւ ավելի զարգացնել։ Ավելին, Ղազախստանի եւ Ղրղստանի համար, որոնք իրենք էլ ձգտում են ընդլայնել կապերը Եվրոպայի ուղղությամբ եւ ակտիվորեն համագործակցում են Արևմուտքի հետ, Փաշինյանն այժմ թվում է ամենաընդունելի գործընկերը։ Ռուսական լրատվամիջոցի հոդվածում նաև նշվել է, թե որոշակի անկանխատեսելիություն կա Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ կապված։ Նաև Նիկոլ Փաշինյանը վաղուց ունեն բարդ հարաբերություններ եւ Բելարուսի առաջնորդ ընդունակ է կոշտ հայտարարություններ անելու։ Չնայած նույնիսկ դա է քիչ հավանական։ Աստանայի գագաթնաժողովը պատմության մեջ կմտնի ոչ թե որպես կարևորագույն որոշումներ կայացնելու վայր, այլ որպես Հայաստանի եւ նրա վարչապետի շուրջ քաղաքական եւ տեղեկատվական խաղի մաս։ ԵԱՏՄ-ի մեխանիզմները հավանաբար չեն փոխվի, բայց ընդհանուր մթնոլորտը ցույց է տալիս, որ հետխորհրդային տարածքում ազդեցության համար պայքարը ավելի ու ավելի է թեժանում։ Հիշեցնենք, որ սուր քննադատությունների կողքին եղան նաև ավելի հավասարակշիռ հայտարարություններ ռուս պաշտոնյաների կողմից։ Դմիտրի Պեսկովը օրինակ նշել էր, որ Աստանայում կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովը չի որոշի Հայաստանի ճակատագիրը, բայց միության անդամները սպասում են Երևանից պարզաբանումների։ Օվերչուկը եւս բացառել էր ԵԱՏՄ գագաթնաժողովում Հայաստանի դեմ սահմանափակող միջոցների ընդունումը։ Պայմանագրում փոփոխություններ կատարելու համար անհրաժեշտ է կոնսենսուս, եւ Հայաստանը, ինչպես գիտենք, չունի ԵԱՏՄ-ից դուրս գալու մտադրություն։ Նրանք շատ լավ գիտակցում են ինչպես արտոնությունների շրջանակը, այնպես էլ ԵԱՏՄ անդամ մյուս պետությունների հետ առևտրի ծավալը, որը մեծ մասամբ հնարավոր դարձավ հենց այն արտոնյալ ռեժիմների շնորհիվ, որոնք գոյություն ունեն Հայաստանի համար։ Այժմ բուն գագաթնաժողովի մասին դրա համենայնդեպս բաց մասում Հայաստանի վերաբերյալ հայտարարություններ չեղան։ Հայաստանի հետ կապված քննարկումները ըստ երևույթին փակ դռների հետևում անցան։ Ընդլայնված կազմով հանդիպմանը Լուկաշենկոն նշեց, որ պետք է էֆեկտիվ դարձնել ԵԱՏՄ-ն, վերանայել որոշ գործողություններ, հրաժարվել այն ամենից, ինչը խանգարում է աշխատել, որպեսզի միություն մուտք գործողները չմտածեն, թե այլտեղ ավելի լավ է։ Ելույթ ունեցավ նաև փոխվարչապետ Մեհեր Գրիգորյանը։ Իր խոսքում գծեց, որ Հայաստանը մտադիր է շարունակել բարեխղճորեն մասնակցել ԵԱՏՄ աշխատանքներին, հաշվի առնելով բոլոր անդամ պետությունների ազգային շահերը։ Հայաստանի Հանրապետությունը մտադիր է շարունակել բարեխղճորեն մասնակցել փոխադարձ հարգանքի, հավասար գործընկերության եւ ԵԱՏՄ բոլոր անդամ պետությունների ազգային շահերի վրա հիմնված միության աշխատանքներին։
Ավելի ուշ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը լրագրողներին հայտնեց, որ ԵԱՏՄ 4 երկրների ղեկավարները Աստանայի գագաթնաժողովում հայտարարություն են ընդունել եւ այն փոխանցել են Հայաստանի փոխվարչապետ Մեհեր Գրիգորյանին։ Նրա խոսքերով քննարկվել է Երևանի դիրքորոշման շուրջ ստեղծված իրավիճակը։ Ուշակովը հաստատել է, որ Հայաստանի փոխվարչապետը հայտարարությունը կտանի Երևան։ Արտակ Հովհաննիսյան, Հորիզոն։